Եթե մեր հակառակորդը մի քանի անգամ ավելի շատ գումար ունի, մենք չենք կարող գնալ նույն ճանապարհով, ինչ որ նրանք, եւ գնել նույն դասական ռազմական տեխնիկան։ Իսկ հիմա նայեք, Հայաստանի գնումները 80%-ով մոտավորապես, դա հրանոթներ, հրթիռային համակարգեր եւ զրահափոխադրիչներ, այսինքն 20-րդ տարի զենք է։ Դա արդեն հնացած զենք է։ Եվ միայն մոտ 20%-ն ենք ծախսում 21-րդ տարի զինատեսակների, դրոնների ձեռքբերման վրա։ Մոտավորապես նույնն անում է Ադրբեջանը, 80%-ը հին դասական տեխնիկա է, 20%-ը ժամանակակից դրոններ։ Բայց նրանք ռազմական գնումների համար 3 անգամ ավելի շատ գումար ունեն, քան մենք։ Եվ ամեն տարի 3 անգամ ավելի շատ են գնում։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք վարկ ենք վերցնում, որպեսզի գոնե 1 կամ 2 տարի գնենք այնքան, որքան նրանք են գնում։ Իսկ թե սա ուր մեզ կբերի, ինքներդ եք հասկանում։ Այսինքն փողով մրցել մենք չենք կարող։ Ցավոք հենց դա է այսօր տեղի ունենում։ Մենք գնում ենք թանկարժեք հրետանի եւ համազարգային համակարգեր Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Միլիարդավոր դոլարներ ծախսում եւ տարիներով սպասում մատակարարումներին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ժամանակակից պատերազմում այդ տեխնիկան կարող է ոչնչացվել մի քանի օրվա ընթացքում։ Իսկ 2-3 տարի անց մեր ամբողջ հրետանին կոչնչացնեն ընդամենը ժամերի ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մարտական գործողությունները սկսելուց անմիջապես հետո։ Ինչու՞։ Որովհետև հարվածային դրոններն ու թիրախների ճանաչման համակարգերը ժամանակակից զարգանում են խելագար արագությամբ։ Այնպես ինչպես ChatGPT-ն անսպասելի մտավ մեր կյանք, նույն կերպ արհեստական բանականությունը շուտով կմտնի ռազմական տեխնոլոգիաների աշխարհ։ Նա արդեն մտնում է, բայց ամեն ինչ դեռ առջևում է, հիմնական մասը։ Շատ շուտով դրոնները կդադարեն կախված լինել օպերատորներից եւ ինքնուրույն կկարողանան գտնել, հետապնդել եւ ոչնչացնել թիրախները շատ վտանգավոր գիշատիչների պես։